Բարի օր ժողովուրդ ջան, բարի օր իմ սիրելի հետևորդներ ջան։ Այսօր որոշել եմ պիցայի վառարանի մեջ պատրաստեմ, չգիտեմ ոնց ասեմ, բայց միանգամից ասեմ սպիտակ պանիրով, որ բոլորիս համար պարզ լինի։ Հայաստանում չգիտեմ քանի ձևի սպիտակ պանիր կա, սա կովի պանիր է, տավարի պանիր։ Կովի պանիր, որն է ճիշտ։ Դուք կորոշեք, որն է ճիշտ, ես ուղղակի ասում եմ ինչ պանիր է, աղը դրած, աղաջրի մեջ պանիր է։ Հիմա սիրելիներս, վերցրել եմ այստեղ ձիթապտղի յուղ եւ ձիթապտուղ, սև գույնի, կանաչ գույնի, ինչ որ ունեք տունը, ինչ որ դուք ունեք ձեռքի տակ, ունեք երկու գույնից էլ, ուրեմն դրեք երկու գույնից էլ ձիթապտուղ։ Կտրատել եմ լոլիկ, փոքրիկ լոլիկներ և թթու դրած ծիծակ, այդպես ասեմ, գիտեմ Հայաստանում բոլորն էլ այդպես են ասում։ Հիմա սիրելիներս, այսպես եմ անելու, հիմա կտրատելու եմ պանիրը, այսպես, այս չափի, մոտավորապես, այս չափի։ Դուք կուզեք շատ վերցնեք, շատ վերցրեք։ Դա ձեր ցանկությունն է, ու ձիթապտղի յուղի վրա էլ եթե ցանկանաք սխտոր լցնել, լցրեք սխտոր։ Եթե չեք ցանկություն ունենա, մի արեք, սիրելիներս։ Հիմա ձիթապտուղները մնաց տակը, վրան լցնում ենք լոլիկները, այսպես սիրելի ժողովուրդ։ Եվ ծիծակի միջի ջուրը թթու դրած սիրելիներս, այդ ջուրը պետք է ծակում ես, ծիծակը մի քիչ, այդ ջուրը այսպես լցնում ես մեջը, շատ լավ արոմա է տալիս, շատ լավ արոմա է տալիս, շատ համեղ է լինում։ Հիմա սրա վրա լցնում եմ, սիրելի ժողովուրդ, պետք է լցնեմ հիմա չորահաց մեր պանիրի վրա, այսպես, սա շատ համեղ է լինում սրա հետ միասին, որ չորահացն վառարանի մեջ կարմրում է, ավելի գեղեցիկ տեսք է տալիս և ավելի համեղ է լինում։ Հիմա բոլորը արեցինք, հիմա ձեռքի տակ ինչ կանաչի ունեք չորացրած, բացի ռեհանից։ Ռեհանից ու ցիտրոնից բացի ինչ կանաչի ունեք տունը, ունեք օրիգանո, ունեք, չգիտեմ, սամիտ, ինչ որ ունեք չորացրած, մի քիչ այդ չորացրած կանաչիից լցրեք վրա։ Ես լցնում եմ մի քիչ չորացրած սամիտ։ Եվ հիմա մեր վառարանը 200 աստիճան է, 200 աստիճանի տակ դնում եմ։ Ու հետո կմիանամ սիրելի հետևորդներ, այսքանը մինչև վերջացնեմ կհանդիպենք եփելուց հետո։ Սիրելիներս, արդեն վերջացրեցինք, վերջացավ, պատրաստ է մեր սպիտակ պանիրով ու տեստը։ Տեսեք ինչ գեղեցիկ, այս որ մի քիչ վառվում է, այս վերևա մասը, սա շատ համեղ համ է տալիս ուտեստին։ Շատ համեղ, ոնց որ կրակի վրա պատրաստեք, այդպիսի համ է տալիս, ոնց որ խորովածը, որ խորովածը դուրսն ես անում, ինչ համ է տալիս, ես էլ այսպես։ Հիմա համտեսեմ։ Սա վերջն է սիրելիներս, պատրաստեք այս գեղեցկությունը, այս համեղությունը և կերեք։ Կերեք ու ասեք ապրի ռոզատատիկը կամ չապրի։ Ու գնահատեք ռոզատատիկի այսօրվա պատրաստած ուտեստը։ Մեզ մնում է հավանել, հետևել և տարածել։ Տարածեք, որ բոլորն էլ պատրաստեն։ Եվ այս համեղությունից օգտվեն բոլորն էլ։ Սիրում եմ ձեզ, սիրենք իրար։